Ամփոփվեց միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան։ Հոբելյանական 20-ամյա օլիմպիադան մի հարկի տակ էր հավաքել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետներին, ներկայացնելու իրենց գիտելիքները ու պայքարելու գլխավոր մրցանակների համար։ Արդեն 3 տարի Յուքոմը հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր աջակից, խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայնքի ձևավորումը եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։ Յուքոմը հավատում է տեխնոլոգիական կրթության, որտեղ Յուքոմը հավատում է, որ վաղվա օրը ավելի լավ է լինելու այսօրվանից, այսպիսի ծրագիր եւ նմանատիպ ծրագրերում Յուքոմը ունենում է ներդրում, որ հնարավորություն ստեղծվի աշխատենք, ավելի լավ պատրաստվենք, որ վաղվա օրը ունենանք ավելի լավ ու ավելի ուժեղ ու ավելի բայցար կան այսօրվա օրը։ Առաջին փուլին, որն անցկացվել է 20 երկրում, մասնակցել է 1088 ուսանող։ Նրանցից 34-ն անցել էին եզրափակիչ երկրորդ փուլ։ Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը։ 2 երրորդ, 2 երկրորդ եւ 1 առաջին հորիզոնականները զբաղեցրին Ռուսաստանի, Շրի Լանկայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հայաստանի ներկայացուցիչները։ Երկրորդ հորիզոնականի մրցանակը հանձնեց Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը։ Առաջին տարին էր, որ մասնակցում էի, ուրախ եմ արդյունքներից, պիտի պարապեմ նորից, որ մյուս տարիներին արդյունքները միմիայն բարելավ են։ Հատուկ մրցանակի արժանացավ նաև Հարություն Կարապետյանը, լավագույն արդյունք Հայաստանից անվանակարգում։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Արմեն Բալդերյանը, Դիջիթեյնի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանը, Սինոպսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Համաշխարհային օլիմպիադան ամեն տարի Հայաստանում է իրականացվում եւ աշխարհի մոտ 20 զարգացած երկրների ազգային օլիմպիադաների հաղթողները ամեն տարի գալիս են Երևան, նրանցից շատերը շատ մեծ հաջողություններ են ունենալու ապագայում այս ոլորտում եւ վստահ եմ նաեւ, որ Հայաստանը իրանց սրտի մի մասնիկն է դառնում այսօրվանից։ Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Այն միտված է խթանելու երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, բացահայտելու նոր տաղանդներ եւ ձևավորելու գիտելիքահեն, համագործակցության վրա հիմնված գլոբալ ճարտարագիտական համայնք։